Այս նախագծի համար հիմք է ծառայել նախորդիվ շրջանում քաղաքացիների դժգոհությունը կապված դրսից կենսական շահը Հայաստանի հետ չկապող քաղաքացիների ընտրության բերելու հանգամանքի հետ եւ նպատակը դա է եղել, որ բավարարենք նաեւ քաղաքացիների արդարացի զայրույթը, որովհետեւ ասում էին ինչու պետք է մենք ապրենք, մենք ծառայենք, մենք հարգմուծենք, մենք կրենք հետևանքները ցանկացած իշխանության, հա, եւ դրսից մարդիկ, որոնք այլ երկրի քաղաքացի են նաեւ ապրում են այլ երկրում, այնտեղի շահերի իրենց շահերը համընկնում է այլ երկրի շահերի հետ եւ այլն, այդ մարդիկ գան որոշեն մեր տեղը կապված չէ որևէ հետագա պրոցեսների հետ, բայց տարածվելու է հետագա ընտրական պրոցեսների վրա, այդ թվում հնարավոր է նաև թիմ, գիտեք, բայց որ թիմում կա որոշակի էլի սահմանափակում արդեն իսկ գործող, այդ համայնքում ապրելու հանգամանքը նաև մշտական բնակության, սա է, կառավարության առաջարկները, էլի շատ առաջարկներ կան եւ դեռևս գիտեք, որ քննարկման փուլ էլ չի մտել խորհրդարանում, պաշտոնապես քննարկման հանձնաժողովի նիստի շրջանակում կքննարկվի, հետո առաջինից երկրորդ ընթերցում էլի հնարավորություն կլինի այլ փոփոխություններ եւս ներառել, որպեսզի ամբողջական լինի ու արտահայտի այն նպատակը, որը ի սկզբանե դրել ենք այս նախագծի մեջ։ Տիկին Հակոբյան, պարզապես նոր ձևավորվող խորհրդարանին շատ քիչ ժամանակ է մնացել, արտահերթ կարգով այդպես արագ էս նախագիծը բերելու միտքը ո՞րն է։ Եթե մենք տեսնենք, որ լավ մշակված չի, մեզ ձեռքը ոչ ոք չի բռնել, այլ ժամկետում անել, բայց մենք մշտապես էլ չենք թողել հետո այն գործը, որը կարելի այսօր անել։ Մշտապես բոլոր տարիներին էլ դուք կտեսնեք, որ լիագումար նիստերից հետո արտահերթ նիստեր են հրավիրվում, որովհետև հետո երկար ժամանակ խորհրդարանը չի գործելու, իսկ խնդիրները, որը ծագել է օրենսդրական որևէ խնդրի պատճառով, տենց մնում են։ Դրա համար միշտ էլ այդ արտահերթ նիստերը լինում են, մենք անգամ արձակուրդը պլանավորելիս միշտ հաշվի ենք առնում, որ միշտ էլ լինում են արտահերթ նիստեր, այնպես որ եթե հասցնում ենք այս նիստին կքննարկենք, եթե զգանք, որ կիսատ է նախագիծը, ապա կհետաձգենք կամ եթե հնարավոր է առաջին երկրորդ ընթերցում ամբողջությամբ հղկել նախագիծը, առաջին երկրորդ ընթերցում կհղկենք։ Ուղղակի այսօրվա գործին չթողենք վաղվան։ Չի տարածվում ոչ ուսման նպատակով արտերկրում գտնվողների վրա, չի տարածվելու ոչ բուժման նպատակով արտերկրում գտնվողների վրա, չի տարածվելու նաև, ինչպես այսօր տեսակ, դիվանագիտական անձանց այլ երկրում գտնվող, հա, ծառայության մեջ գտնվող դիվանագիտական անձանց ընտանիքների վրա, որոնք ստիպված իրենց ընտանիքի անդամի հետ գտնվում են արտերկրում, այսինքն բացառությունները կընդլայնվեն այնքան, որ որևէ մեկը դուրս չմնա պրոցեսներից եւ չի տարածվի միայն այն մարդկանց վրա, որոնք իրոք չեն ապրում, կենսական շահ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, պարզապես որպես հայրենակից, որպես անձնագիրը նաև պահող մարդ, տարին մեկ անգամ հնարավոր է գնան հարազատի գերեզմանին, գնան Սևան, Գառնի-Գեղարդ ու գնան էլի այն երկիր, որի հետ կապված է իրենց շահը, իրենց տունն է այնտեղ, իրենց աշխատանքն է այնտեղ, իրենց առօրյան է այնտեղ, հա, այսինքն կտարածվի այն մարդկանց վրա, որոնք կրելու են հետո ուղիղ իշխանության որոշումների հետևանքները։ Բայց եթե մարդը այսպես ճարահատյալ գնացել է այնտեղ արտագնա աշխատանքի։ Դե դրա համար ժամկետներ կա, որը թույլ է տալիս, օրինակ տարվա կեսը, հա, գտնվել այլ երկրում, կեսը Հայաստանի Հանրապետությունում ու փորձը ցույց է տալիս, որ ուղղակի հա աշխատանքի նպատակով գնացող եկողները միշտ այդ ժամկետի մեջ Հայաստանում են գտնվում եւ այդ դեպքում կունենան ընտրելու հնարավորություն։ Իսկ մարդիկ, որոնք մշտապես այնտեղ են, ընտանիքին էլ տանում են, բոլորս ունենք չէ շրջապատում նման մարդիկ, որ այտենց արդեն հիմնավորվել են այլ երկրում, իրենք արդեն ժամկետի այդ ցենզի չհամապատասխանելու բերումով չեն կարողանա ընտրել։